Սյունիքի լեռնային ճանապարհները կրկին դարձան մի պատմության վկան, որը դժվար է բառերով փոխանցել։ Սյունիքի մարզում տեղի ունեցած այս ողբերգական վթարը ոչ միայն 3 երիտասարդի կյանք խլեց, այլ նաև կոտրեց մի ամբողջ աշխարհ ընտանիքների, ընկերների, հարազատների համար։ 4 ընկերներ էին, պարզ, սովորական երիտասարդներ իրենց երազանքներով, ծրագրերով, ապագայի հանդեպ հույսերով։ Այդ օրը նրանք գնացել էին Գորիս՝ վարորդական իրավունքի վկայականի քննություն հանձնելու։ Միգուցե նրանցից յուրաքանչյուրը պատկերացնում էր, թե ինչպես է շուտով ինքնուրույն մեքենա վարելու, ինչպես է կյանքը նոր փուլ մտնելու։ Այդ օրը պետք է լիներ առաջընթացի, ոչ թե վերջի սկիզբ։ Բայց վերադարձի ճանապարհը դարձավ ճակատագրական։ Հին Նորավանի ճանապարհահատվածում, որը հայտնի է իր վտանգավոր ոլորաններով և բարդ ռելիեֆով, նրանց մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը։ Մի քանի վայրկյան, մեկ սխալ շարժում, և ամեն ինչ փոխվեց անդառնալիորեն։ Մեքենայի մեջ գտնվող տղաներից 21-ամյա Տիգրանը, ով վարում էր մեքենան, հրաշքով ողջ է մնացել, սակայն ստացել է ծանր վնասվածքներ աչքի և ձեռքի հատվածում։ Նրան տեղափոխել են Երևանի բուժհաստատություններից մեկը, որտեղ բժիշկները պայքարում են նրա առողջության համար։ Իսկ 22-ամյա Լևոնը, Արմենակը և Հայկը, նրանք այլևս տուն չեն վերադառնա, նրանք մահացել են տեղում։ Այս անունները պարզապես անուններ չեն։ Սրանք պատմություններ են, որոնք կիսատ մնացին։ Հայկի պատմությունը հատկապես սրտաճմլիկ է, նա տարիներ առաջ արդեն կորցրել էր հորը։ Ընտանիքը մի անգամ արդեն կրել էր անդառնալի կորուստ և հիմա նորից նույն ցավը։ Մոր համար սա ոչ միայն որդու կորուստ է, այլ ամբողջ կյանքի իմաստի փլուզում։ Ինչու հենց այս ճանապարհը։ Սիսիան, Գորիս և հարակից ճանապարհահատվածները վաղուց հայտնի են որպես վտանգավոր։ Լեռնային պայմանները կտրուկ, շրջադարձերը անհամեմատ, անբավարար։ Արգելապետնեշները բացակայում են։ Իրավիճակ, որտեղ ամեն փոքր սխալ կարող է վերածվել ողբերգության, բայց ճանապարհը միայն գործոնի մի մասն է։ Որն է եղել, որոնք են եղել հնարավոր պատճառները։ Այս վթարի վերջնական պատճառները դեռ պետք է պարզվեն, սակայն նման դեպքերում հաճախ հանդիպում են մի քանի հիմնական գործոններ։ Նախ՝ արագությունը։ Երիտասարդները հաճախ չեն զգում վտանգը կամ գերագնահատում են իրենց հնարավորությունները։ Փորձի պակաս։ Դա այն է, որ նրանք հենց վարորդական իրավունք ստանալու ճանապարհին էին։ Սա նշանակում է, որ հնարավոր է վարորդն էլ չի ունեցել բավարար փորձ նման բարդ ճանապարհի համար։ Ճանապարհային պայմաններ։ Լեռնային հատվածներում եղանակը կարող է կտրուկ փոխվել, ճանապարհը կարող է լինել զայթաքուն։ Եվ իհարկե տեխնիկական վիճակը, նույնիսկ փոքր անսարքությունը կարող է ճակատագրական լինել նման վայրերում։ Բայց ամենացավալին չապրած կյանքերն են, երբ նման լուր ես լսում, առաջինը մտածում ես՝ ինչքան բան էր դեռ առջևում նրանց համար։ Նրանք նոր էին սկսում իրենց կյանքը։ Գուցե ունեին նպատակներ, գուցե ծրագրում էին աշխատել, ընտանիք կազմել, գուցե պարզապես ուզում էին ապրել լիարժեք երիտասարդություն։ Բայց մի պահը բավական եղավ, որ այդ ամենը դառնա անցյալ։ Ընկերություն, որն ավարտվեց ողբերգությամբ, 4 ընկերներ միասին գնացին քննության։ Սա ինքնին ցույց է տալիս նրանց կապը, միասին անցնել կարևոր փուլ, աջակցել միմյանց։ Բայց նույն այդ միասնականությունը դարձավ նաև նրանց ճակատագրական վերջին ճանապարհը։ Այսպիսի դեպքերը միշտ ունեն մի դաժան սիմվոլիկա, նրանք միասին էին մինչև վերջ։ Ո՞վ է մեղավոր այս ամենի համար։ Այս հարցը միշտ հնչում է նման դեպքերից հետո։ Պատասխանն այստեղ մեկ մարդ չէ։ Եթե եղել է արագություն, մեղավոր է վարորդը։ Եթե ճանապարհն անվտանգ չէր, պատասխանատու են համապատասխան կառույցները։ Եթե վերահսկողությունը թույլ է, համակարգն ունի իր բաժին մեղքը։ Բայց իրականում ամեն ողբերգություն մի ամբողջ շղթայի արդյունք է։ Ինչու ենք կրկնում նույն սխալները։ Այս վթարը ցավալիորեն եզակի չէ։ Նման դեպքերը կրկնվում են և ամեն անգամ մենք կրկին հարցնում ենք՝ ինչու։ Պատճառները խորն են՝ վարորդական մշակույթի պակաս, ռիսկի թերագնահատում, կանխարգելման թույլ մեխանիզմներ, անբավարար վերահսկողություն։ Եվ մինչև այս խնդիրները համակարգային լուծում չստանան, ցավոք նման պատմությունները կարող են շարունակվել։
Այս պատմությունը միայն վթարի մասին չէ, սա կյանքի փխրունության մասին է, այն մասին, թե ինչպես մի սովորական օր կարող է վերածվել կյանքի վերջին օրվա։ 3 երիտասարդներ այլևս չկան, մեկը պայքարում է կյանքի համար, իսկ նրանց ընտանիքներն ապրում են մի իրականություն, որը երբեք չէին պատկերացնի։ Մնում է միայն մեկ բան հիշել, որ ճանապարհը սխալ չի ներում, և երբեմն մեկ վայրկյանը բավական է ամեն ինչ փոխելու համար։ Ցավակցում ենք 3 երիտասարդների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին, ուր ցանկանում այս ծանր ու դժվարին պահին։ Na na na